Բարի գալուստ «Ինձնից քեզ» փոդքասթի հերթական թողարկմանը։ Եթե դու այստեղ ես, ուրեմն քեզ հետաքրքրում են մեր զրույցները։ Դրա համար բաժանորդագրվիր մեր էջին, հավանիր եւ իհարկե կիսվիր, որպեսզի տեղեկացնես քո ընկերներին։ Այսօր պիտի խոսենք մի կարևոր երևույթի մասին, որը որ շատերը չեն նկատում, բայց մենք ապրում ենք դրա հետևանքով։ Եվ այդ թեման է արվեստագիտական քարոզչություն։ Այո, դա գոյություն ունի։ Եվ երբ իշխանությունը կամ համակարգը չի կարողանում արվեստագետին հալածել ուղղակիորեն, այլ ճանապարհներ է գտնում։ Սկսում է մեր աչքի առաջ վերարտադրել ճիշտ մշակույթ, ճիշտ արվեստագետ, ճիշտ կարծիք, եւ սա արվեստում ամենավտանգավոր մանիպուլյացիան է։ Արվեստագիտական քարոզչությունն այն է, որ իշխանությունը կամ համակարգը սկսում է ստեղծել մշակույթի պաշտոնական տարբերակը։ Այս տարբերակում արվեստագետը հնազանդ է, արվեստը անվտանգ, ոլորտի ներկայացուցիչները լոյալ, իսկ մշակույթի մասին խոսողներն ու մասնագետները ընտրված, ըստ քաղաքական հարմարավետության։ Թվում է այս մեխանիզմը նոր երևույթ է, բայց ոչ, սա հին ռեժիմների ամենասիրելի գործիքներից է։ ԽՍՀՄ, երբ ճիշտ արվեստագետը միայն հնարավորություն էր։ Խորհրդային Միությունում արվեստագետը չէր կարող լինել ինդիվիդուալ։ Նա էր դառնում մերձ կուսակցական, ճիշտ մտածող եւ ճիշտ դեմք ներկայանալու համար։ Կուսակցությունն էր որոշում, ինչն է արժեք, որն է արվեստ եւ ինչն է արգելված։ Եվ այս ամենից հետեւություն, որ ճիշտ արվեստագետը մեռած արվեստագետն էր։ Նացիստական Գերմանիա, արտիստիկ մաքրություն։ Եվս մեկ օրինակ, թե ինչպես է իշխանությունը հայտարարում, որ որոշ արվեստ հիվանդ է, հռչակեցին դեգեներատ արվեստ եւ հալածեցին բոլոր ստեղծագործողներին, ովքեր դուրս էին նախապես որոշված շրջանակներից։ Ամերիկայի 60-ականներ, մեդիայի վերահսկողություն, ոչ թե արվեստ։ Այստեղ հալածում չկա, այստեղ միայն մեդիա հոսքի վերահսկում։ Թողում էին լսելի միայն այն արվեստագետներին, ովքեր ծառայում էին գաղափարական եւ տնտեսական շահերին։ Մեխանիզմները տարբեր էին, էությունը նույնը։ Արվեստագետի փոխարեն ստեղծվում էր արտադրված կերպար։ Այսօր Հայաստանում իշխանական համակարգը ստեղծել է մշակութային սև եւ սպիտակ ցուցակներ։ Եվ դա դուք տեսնում եք ամենուր։ Ովքեր ստանում են բեմեր, ովքեր ստանում են պետական գնումներ, ովքեր հրավիրվում են պետական հանձնաժողովներ, ովքեր վարձատրվում են, եւ ինչ ներկայացումներ են մեծարվում իշխանական շրջանակներում, եւ ինչ արվեստագետների մասին է լռում մեդիան։ Նրանք, ովքեր չեն տեղավորվում հնազանդ մշակույթի շրջանակներում, պիտակավորվում են, ուրիշի ձայն, ազատ ստեղծագործող, վտանգավոր, շպիոն, նախկիններ եւ այլն։ Արվեստի իրական պատմությունը միշտ եղել է պայքարի պատմություն։ Համակարգի եւ ազատի միջև։ Երբ իշխանությունը փորձում է գեներացնել իր սեփական մշակույթը, դա խոսում է միայն մեկ բանի մասին։ Նա վախենում է իրական արվեստագետից։ Սա ինձնից դեպի քեզ փոդքասթի 4-րդ թողարկումն է, իսկ մենք կհանդիպենք հաջորդ թողարկմանը, որտեղ թեման կլինի ինչ է մշակութային դավաճանությունը։ Եվ վերջում եւս մեկ անգամ կխնդրեմ բաժանորդագրվել, հավանել եւ իհարկե կիսվել։ Շնորհակալություն, որ լսեցիք։ Կհանդիպենք։